Իլհամ Ալիևը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Եվրանյուզին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը մտնում է զարգացման նոր փուլ։ Մենք ապրում ենք խաղաղության պայմաններում ընդամենը 5-6 ամիս, սովորում ենք այս իրավիճակին։ Մեր անկախության պատմության ընթացքում երբեք խաղաղության մեջ չենք ապրել։ Սա հրաշալի հնարավորություններ է բացում, շեշտել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության։ Վերացրել ենք Հայաստան բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումները, ավելին մենք սկսել ենք Հայաստանին մատակարարել կարևորագույն ապրանքներ, հիմնականում նավթամթերք, սա փոխշահավետ իրավիճակ է, մանրամասնել է Ալիևը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, այդ թվում քաղաքասարակության համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել ոչ թե երկարաժամկետ, այլ մշտական խաղաղության Հարավային Կովկասում։ Մեր տարածաշրջանում կայունությունն այն է, ինչի մասին մենք մշտապես մտածում ենք, նշել է Ալիևը։ Ռուսաստանի արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին նրա միաժամանակյա մասնակցության հետ։ Միևնույն ժամանակ Սերգեյ Լավրովն ընդունել է, որ համապատասխան ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը եւ երկրի իշխանությունը։ Դա տեխնիկապես անհնար է եւ անհամատեղելի ոչ միայն առևտրի եւ ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև քանի որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը, համապատասխանեցնելով այն իր չափանիշներին, ասել է նա։ Լավրովի ձևակերպման այդ չափանիշները ենթադրում են համապատասխանություն ԵՄ արտաքին քաղաքականությանը, այդ թվում հակառուսական պատժամիջոցներին։ Լավրովն անդրադարձել է նաև Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ Հայաստանում բարձրաձայնվող մտահոգություններին։ Սա կարող է միայն տարակուսանք առաջացնել, Եվրամիության հետ մերձեցումն իր հետքն է թողնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների մասին, նշել է Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու Դոնալդ Թրամփի մտադրությանը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի ներսում Գրենլանդիայի եւ այլ հարցերի շուրջ տարաձայնությունները սպառնում են Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը։ Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, որ եթե Միացյալ Նահանգները չստանա Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, Լավրովը շեշտել է, կղզին գրավելու որևէ ծրագիր չունեն։ Նաեւ ռուս դիվանագետը համեմատել է Գրենլանդիան եւ Ղրիմը։ Ղրիմը Ռուսաստանի անվտանգության համար ոչ պակաս կարեւոր է, քան Գրենլանդիան Միացյալ Նահանգների անվտանգության համար, հավելել է նախարարը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Հական Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ կապերը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է բալիստիկ եւ թեբավոր հրթիռներ, ինչպես նաեւ ավելի քան 300 անօդաչու թռչող սարք, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով թիրախում են հայտնվել Կիևը, Օդեսան, Զապորոժիան եւ այլ շրջաններ։ Մեր հոբ ուժերը ոչնչացրել են զգալի թվով հրթիռներ եւ ԱԹՍ-ներ, այս հարվածից 1 օր առաջ համապատասխան սարքավորումներ էինք ստացել։ Դա օգնել է մեղմել վնասը, հավելել է Զելենսկին։ Ուկրաինայում սուր է էլեկտրականության եւ ջրամատակարարման հարցը։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ռուսական հարվածների եւ էլեկտրականության անջատումների պատճառով Կիևի բնակիչները թաքնվել են մետրոյի կայարաններում։ Ավելի վաղ մայրաքաղաքային իշխանությունը կոչ էր արել բնակիչներին հնարավորության դեպքում հեռանալ Կիևից։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ դեռևս չի պատրաստվում մեկնել Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումին, հաշվի առնելով ռուսական հարվածների պատճառով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել, եթե նախադրյալներ հայտնվեն Դավոսում Ուկրաինայի բարգավաճման ծրագրի եւ անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի ստորագրման համար, որոնք Ուկրաինան բանակցում է Միացյալ Նահանգների հետ, ասել է Զելենսկին։ Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել, այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ելույթում։ Reuters-ը գրում է, որ Ռումեն Ռադևի հայտարարությունից հետո լուրեր են տարածվել, որ նա մտադիր է ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը եւ մասնակցել խորհրդարանի արտահերտ ընտրություններին։ Ռումեն Ռադևը զբաղեցնում էր Բուլղարիայի նախագահի պաշտոնը 2016 թվականից։ Նա հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Բուլղարիայում վերջին 4 տարվա ընթացքում կանցկացվեն արդեն 8-րդ խորհրդարանական ընտրությունները։ Անցած տարի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել հարկերի բարձրացման ծրագրերի պատճառով բռնկված բողոքի ցույցերի ֆոնին։ Դիանա Գասպարյան, լուրեր։